Նորո։ Հա։ Էլի զուշ կգա։ Արդեն ուշացել է։ Կամ էլ ես եմ ուշացել։ Լավ, ես գնամ քնեմ։ Բարև նոր։ Ինչ լավ է, որ եկար։ Ես էլ մտածեցի, այս անգամ էլ խոսակցությունից խուսափելու համար կմնաս ընկերուհուդ տանը։ Կլինի, հետո խոսանք, հոգնած եմ։ Չէ, չի լինի։ Դու խոստացել էիր, որ անկախ ամեն ինչից այսօր ինչ ճշմարտությունը կասես։ Թե ժամանակ չես ունեցել նոր սուտ հորինելու համար։ Հանոր, ես էլի եմ ասում, որ ճշմարտությունը կասեմ։ Կասեմ ճիշտը։ Այսօր թե վաղը մեկը ասելու եմ, որովհետև այս սուտը արդեն իմ կոկորդին էլ է կանգնել։ Նորո։ Հանոր, խաբել եմ։ Տենց է ստացվել։ Խաբել եմ, որ ասել եմ այդ մարդիկ անծանոթներից վախենում են։ Խաբել եմ, բայց ես էլ իմ պատճառներն եմ չէ ունեցել խաբելու համար։ Ո՞նց կարար դու ինձ խաբեիր, հա։ Ո՞նց կարա քուրը աղբորը խաբի, ինչի համար ես խաբել։ Մենք պետքա խոսանք, կարևոր է, ես էլ սենց չեմ դիմանում, ես ուզում եմ բացատրեմ քեզ ու խնդրում եմ լսես ինձ։ Հաս ես քեզանից բացատրություն եմ պահանջել։ Ախր տենց ճիշտ չի նոր, դու առանց ինչ-որ բան իմանալու ուղղակի կատարվածը տեսնելով, առանց իմ հետ խոսալու եզրակացության ես եկել։ Հաս անկեղծ ես քեզ չեմ ուզում նեղացնեմ։ Ինչ եղել է։ Անցել գնացել է։ Որ անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում վերադառնամ հին թեմաներին։ Դու ինչ որոշել ես, արել ես։ Ու ճիշտ ես արել քո կարծիքով։ Ես էլ այդ արդեն ընդունել եմ։ Արի ել չվերադառնանք հին թեմաներին, լավ։ Քո կարծիքով էս են թեմանա, որի պատճառով, որ մենք պետքա բաժանվենք կամ կորցնենք մենք իրար։ Հա, իմ համար խաբել է շատ լուրջ պատճառը։ Ափսոս, որ քո համար տես չի։ Ես եկա, քեզ հետո ամեն ինչ ասեցի։ Ոչ մի բան չասեցիր, ինքս պարզեցի ու եկա ասեցի։ Այդ նշանակում է, որ այդ մի խաբել չի։ Գիտեմ, որ սխալ եմ արել։ Ու հետո էլի խաբեցիր։ Որովհետև քո համար խաբելը այսպես բան է, սովորական բան է դարձել։ Բայց հարցը այն է, հաս, որ ես չեմ ուզում քեզ նեղացնեմ։ Չեմ ուզում, որ դու նեղվես, հասկանում ես, որովհետև այս ամեն ինչը անցել գնացել է, հասկացի։ Ինչ եղել է։ Ճիշտ ես։ Ես էլ քեզ չեմ խաբելու։ Ու ասելու եմ ամեն ինչ որ գիտեմ։ Այդ երևի ավելի ճիշտ է։ Ալիա։ Նորո Մագդանա, ինչի զանգերից չես պատասխանում։ Ինչ որ բան է եղել։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Դե տպավորությունը այդպիսինն է, որ ինչ որ բան է եղել։ Իմ համարով զանգում եմ չես պատասխանում, բայց անծանոթ համարին պատասխանում ես։ Եթե ինչ որ բան է եղել կամ քեզ նեղացրել եմ, ուղղակի ասա։ Չէ, ուղղակի որ զանգում էիր այդ ժամանակ հարմար չէր։ Որ ճիշտն ասեմ, հիմա էլ հարմար չի։ Կլինի ես 5 րոպե հետո քեզ հետ զանգեմ։ Լավ, բայց ինձ թվում է մեկը մի բան եղել է։ Ինձ էլ թված, որ եթե ես քեզ չզանգեմ, դու ինձ կզանգես։ Տարօրինակ է, որովհետև նորմալ շփվում էինք, ամեն ինչ լավ էր։ Եթե իմանայի, որ սենց նեղվելու ես, ամեն գնով զանգիդ կպատասխանեի։ Չէ, ես չեմ նեղվում։ Ուղղակի անգամ ընկերական շրջապատում, չգիտեմ, երբ որ ընկերուհիներս անհետանում են, ես ծանր եմ տանում։ Բայց ես չեմ անհետացել։
Բայց եթե ես քեզ արևի հեռախոսից չզանգեի, Ես կզանգեի։ հա? Նորո իմ կյանքում ընկերների տեղատարապ չի։ Ու կարելի է ասել ես ընկերներ էլ չունեմ։ Ու այն մարդիկ, որ կան իմ համար շատ կարևոր են դառնում։ Մագդա, արի մոռանանք, էլի արի այս թեման էլ չքննարկենք։ Ես իրականում շատ ուրախ եմ, որ արժանացել եմ քո վստահությանը։ Ես էլ եմ շատ սիրում ընկերներ ունենալ ու խոստանում եմ, որ քո համար շատ լավ ընկեր կլինեմ։ Նորո բաղ քանիսից ենք գործի։ Ինչ գործ։ Դու գործերը չես գալու։ Նորո գալու եմ։ Մագդա ջան։ Այսօրվա քո գործի վրայից մի հատ էլ պետք է գնամ։ Որ ինչ-որ բան դառնա, հասկանում ես։ Արի իմ գործը երկու մի սարքի։ Կլինի։ Հա, բայց ի՞նչն եմ վատ անում։ Ընդամենը մի փոքր հատված եմ վատ ներկել։ Ախես չես անում։ Տեսա որ չհասցրեցի քեզ փրկեմ։ Նորո դու արդեն մի հատ մինուս ունես։ Ես ինչ եմ անում։ Որովհետև ես ընկա ինչ չփրկեցիր։ Լավ, սպասի գնամ։ Կտորը բերեմ։ Ինչ ա եղել։ Քեզ զանգում էին։ Հեռախոսից ձայնը ցածր է։ Դե դու տեսնեմ ա։ Էլիզա գրած։